Հայաստանում ծերության և հաշմանդամության կենսաթոշակների բարձրացման թեմային հիշեցնեմ ձեզ, որ սեպտեմբերի 17-ին ՀԱԿՖ-ի միավորումը անցկացրեց իր առաջին մամլոասուլիսը այս թեմայով, որտեղ մենք հիմնավորեցինք ծերության և հաշմանդամության կենսաթոշակների 50%-ով, առնվազն 50%-ով բարձրացման անհրաժեշտությունը, ինչպես նաև ներկայացրեցինք ծավալուն փաստեր նրա մասին, որ դրա իրատեսական հնարավորությունը 2 տարվա ընթացքում գոյություն ունի և գործող վարչախումբը հնարավորություն ունի, իրատեսական հնարավորություն ունի դրա իրականացնել։ Այդ պահից անցել է 2.5 ամիս և այսօրվա մեր ասուլիսը նվիրված է նրան, թե ինչ է տեղի ունեցել այդ ընթացքում, ինչպիսի զարգացումներ են եղել և ինչ ենք մենք անում, որոնք են մեր հաջորդ քայլերը։ Ես նախ ներկայացնեմ մի թեթև զարգացումների մասին, առաջին հերթին ինչպես է դրան արձագանքել գործող վարչախումբը, հետո խոսքը կփոխանցեմ իմ գործընկերներին։ Նախ մեր ասուլիսին հաջորդեց կառավարության կողմից պետական բյուջեի ներկայացում ազգային ժողով, որի քննարկումների ընթացքում պարզ դարձավ, որ գործող վարչախումբը բնավ չի պատրաստվում հաջորդ տարվա ընթացքում իրական լուծում տալ մեր կողմից բարձրացած խնդրին։ Փոխարենը առաջարկելով կիսատ պռատ լուծումներ, մասնավորապես հետվճարի ավելացում 6000 դրամից մինչև 10000 դրամ, ինչը լավագույն դեպքում որոշ կենսաթոշակառուների համար հանդիսանում է իրենց փաստացի եկամուտի բարձրացում 8%-ով ընդամենը, սակայն դա բնավ չի տարածվում բոլոր թոշակառուների վրա, քանի որ նրանց ծախսերի մեծ մասը ընդհանրապես հետվճար չեն ենթադրում, ինչպիսին օրինակ գույքահարկը, կոմունալ ծախսերը, տրանսպորտային ծախսերը եւ այլն։ Հետվճարը ենթադրվում է միայն առընթերի ցանցերում կատարված ծախսերի համար, որը իրանց ընդհանուր զամբյուղի մեջ փոքր տոկոս են կազմում։ Դրանից հետո աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը հոկտեմբերի 30-ին գլխադասային հանձնաժողովում տեղի ունեցած իր ելույթում հայտարարեց, որ հավելյալ միջոցներ հնարավոր է տրամադրել միայն այն դեպքում, եթե պետբյուջեն դա թույլատրի։ Ավելին, դրանից հետո նոյեմբերի 23-ին նա Facebook-ի իր էջում տարածեց մի շատ տարօրինակ տեսագրություն, ոմանք ձեզանից գուցե առիթ են ունեցել դա տեսնելու, որտեղ նա մեր այս բնական և մանրակրկիտ թվերով և փաստերով հիմնավորված պահանջը որակեց որպես հիբրիդային հարձակում և հայտարարեց, որ կենսաթոշակների բարձրացումը անհնար է, քանի որ բյուջեում այդպիսի միջոցներ չկա։ Պարզապես վերացարկվենք նրանից, որ եթե կա քաղաքական բանավեճ և կան քաղաքական կարծիքներ, հնարավոր չի դա ընդհանրապես որակել որպես հիբրիդային հարձակում, դա ուղղակի զավեշտական է և նշանակում է, որ նրանք պարզապես ուղղակի հակափաստարկներ չունեն և փորձում են պիտակավորել մեզ։ Բայց շատ կարևոր է նաև նրա ասացի բովանդակությունը, որը պարզապես բացարձակ սուտ է։ Ուրեմն խոսենք փաստերով, Պետական բյուջեի ծախսային մասը 2026 թվականին 25 թվականի համեմատ աճում է 187 միլիարդ դրամով։ Իսկ հաշվի առնելով, որ պաշտպանական ծախսերը նույն ընթացքում շատ վիճելի կերպով ի դեպ կրճատվում են մոտ 100 միլիարդ դրամով, փաստացի բաշխման ենթակա հավելյալ միջոցների, բյուջետային միջոցների ծավալը կազմում է ավելի քան 287 միլիարդ դրամ։ Այս միջոցների ընդամենը 30%-ի հատկացումը կենսաթոշակների բարձրացմանը բավարար կլիներ, որպեսզի մեր բարձրացած խնդիրը առաջին փուլում լուծում ստանար։ Դեռ հիշեք, որ մենք ասում ենք 2 տարվա մեջ բարձրացնել 50%-ով, այսինքն առաջի 25%-ը լրիվ իրատեսական էր անել այն դեպքում, եթե 2026 թվականի բյուջեով նախատեսված հավելյալ միջոցների ընդամենը 30%-ը հատկացվեր կենսաթոշակների բարձրացմանը։ Սակայն դրա փոխարեն միջոցները հատկացվել են լրիվ այլ ուղիղ կասկածելի ուղղությունների։ Մասնավորապես, օրինակ, հաջորդ տարի 28 միլիոն դրամով ավելանում է պետական պարտքի սպասարկումը, որը արդեն հիմա հսկայական գումար է, բայց եւս 28 միլիարդ դրամով ավելանում է։ 29 միլիարդ դրամով կամ 30%-ով ամբողջ ավելանում են ճանապարհաշինարական ծախսերը, որը հիմնավորում ընդհանրապես գոյություն չունի։ Հայաստանում ճանապարհաշինարարության վրա ծախսերը առանց այդ էլ հսկայական են, մենք տեսնում ենք ամենտեղ կրկնակի եռակի ասֆալտապատում, բայց մյուս տարի 30%-ով դա աճում է։ 5 միլիարդ դրամով հարկային և մաքսային ծառայությունների ծախսերը, որոնք նախորդ տարիներին առանց դրա անհամամասնական աճել են, եւ վերջապես վիթխարի գումար, հավելյալ վիթխարի գումար 111 միլիարդ դրամ հաջորդ տարի նախատեսվում է պարտադիր բժշկական ապահովագրության ծայրահեղ վիճելի ծրագրին, որը քննադատվել է բոլոր կողմերից, փորձագետներից, ընդդիմադիր պատգամավորների կողմից եւ ընդհանրապես հարցականի տակ է այդպիսի հատկացումները կկարողանա պետական համակարգը մարսել թե չէ։ Այս միջոցների
Գոնե կեսի հատկացումը կենսաթոշակների բարձրացմանը բավարար կլիներ, որպեսզի մեր բարձրացած խնդիրը լուծվեր։ Սակայն կառավարությունը իդեմս Արսեն Թորոսյանի շարունակում է ցինիկաբար պնդել, որ բյուջեի միջոցներ չկան։ Չնայած, ինչպես մենք ասացինք, համարը 300 միլիարդ հավելյալ միջոց կա մյուս տարում։ Ի հավելում են դրան 2025 թվականի նոյեմբերի 27-ին վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը նորից հաստատեց, որ առավելագույնը ինչ որ իրանք պատրաստում են անել, դա հետվճարների բարձրացումն է, բայց դրանից ավել որևէ իրական բարձրացում կենսաթոշակների չի նախատեսվում։ Եթե դա բավական չէր, դեկտեմբերի 3-ին ազգային ժողովում ելույթ ունենալով այս անձը կրկին հավելեց, որ ինքը իմաստ չի տեսնում ընդհանրապես ներկա փուլում կենսաթոշակների բարձրացման մեջ, քանի որ ըստ իրենց կենսաթոշակառուները նույնիսկ չեն կարողանալու դրանք խելամիտ ծախսեն, որը բացարձակ աբսուրդային պնդում է այն պայմաններում, երբ որ բոլոր կենսաթոշակառուները համատարած, պարզապես համատարած ասում են, որ մեզ մեր միջոցները չեն հերիքում։ Չեն հերիքում կոմունալ ծախսերի համար, չեն հերիքում դեղերի համար, չեն հերիքում տրանսպորտի համար եւ այլն։ Եվ այդ պնդումը, որ նրանց ավել միջոցներ չեն կարող ծախսել, բացարձակ աբսուրդի ժանրից է։ Ընդ որում սա այն պայմաններում է տեղի ունենում, երբ իր կառավարման շրջանում, օրինակ, աշխատավարձները միջին հաշվով 7 տարում աճել են 76%-ով։ Բյուջետային ծախսերը աճել են 125%-ով։ Բայց կենսաթոշակները աճել են ընդամենը 22%-ով, որը պակաս է, քան թե սպառողական զամբյուղի գնաճը, եւ մի քանի անգամ զիջում է նույն ժամանակաշրջանում, օրինակ գույքահարկի աճը, օրինակ կոմունալ ծախսերի աճ աղբահանման, տրանսպորտի թանկացումը եւ այլն եւ այլն։ Այն բոլոր կատեգորիաները, որոնք կենսաթոշակառուների համար շատ մեծ դեր են կազմում իրենց ծախսերի մեջ։ Այս ամենի արդյունքում մոտ կես միլիոն մեր համաքաղաքացիներ, որոնք ստանում են ծերության կամ հաշմանդամության կենսաթոշակներ, այսօր գոյատևում են աղքատության շեմից ներքև։ Եվ մենք իրենց երիտասարդ հարազատների աջակցությանն թույլ տալիս նրանց գոնե մի մասին, բնա ոչ բոլորին, շատ փոքր մասին, արժանապատիվ գոյություն պահպանել։ Մեր տեսանկյունից հաշվի առնելով, որ մեր սահմանադրության առաջի հոդվածում գրված է, որ Հայաստանը սոցիալական պետություն է, սա բացարձակ անթույլատրելի է։ Անթույլատրելի է, երբ որ ընդհանուր եկամուտները երկրում աճում են, բայց մեր քաղաքացիների համարյա 25%-ը մոտ կես միլիոն մարդ դրանից բացարձակ անմասա մնում եւ ապրում է թշվառության պայմաններում։ Եվ սա պետք է շտկվի։ Մեր տարեց եւ հաշմանդամ քաղաքացիները պետք է իրական պետական հոգացություն ստանան, եւ որ շատ կարեւոր է հիշենք, որ այն մարդիկ, որոնք այսօր կենսաթոշակային տարիքում են, այդ այն մարդիկ են, որոնք իրենց ջանքով, իրենց աշխատանքով ստեղծել են այն ամենը, այն բարիքը, որից մենք այսօր ավելի երիտասարդներս օգտվում ենք, ուստի նրանց ջանքը եւ ներդրումը պետք է աստաժանովնի գնահատվի։ Ոչ թե նրանց պետք է վերաբերվել որպես մարդիկ, որոնց այսպես ասած տնտեսական կյանքը արդեն ավարտվել է եւ նրանց մասին պետք է մտածել այդպես մնացորդային սկզբունքով։ Դա բացարձակ անընդունելի է։ Եվ մենք որպես պատասխանատու քաղաքացիներ այսօր հանձնառու ենք հասնել նրան, որ մեր տարեց քաղաքացիները, տարեց եւ հաշմանդամ քաղաքացիները կարողանան արժանապատիվ կյանքով ապրել եւ այդ ուղղությամբ այս շաբաթվա սկզբից դեկտեմբերի 1-ից սկսել ենք իրականացնել առաջի կոնկրետ քայլը։ Մենք սկսել ենք ստորագրավակ ամբողջ երկրի տարածքով հանրագրի տակ, որը պահանջում է կենսաթոշակների բարձրացում 50%-ով։ Թե ինչ ենք մենք անում, ինչ արձագանք ենք մենք ստանում եւ ինչպես քաղաքացիները կարող են մասնակցել, կպատմեն մեր գործընկերները։ Ես սկզբից խոսքս տալիս եմ իմ գործընկեր Հրայր Կամենտացյանի խնդրեմ։ Հարգելի ընկերներ, մենք փաստացի զրուցում ենք սոցիալական քաղաքականության եւ այդ քաղաքականությունը